Մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026-ի սեպտեմբերից կհանձնվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հարցը քննարկվել է Ժաննե Անդրեասյանի և Դավիթ Խուդատյանի հետ խորհրդակցության ժամանակ մարզերի ղեկավարների մասնակցությամբ։ Նախագիծը դիտարկվում է դեռևս 2024 թվականից։ Ասեմ, որ տեղից է սկսել մեկնարկել գաղափարը, քանի որ կրթության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ են իրականացվում 2021 թվականից սկսած, երբ հանրակրթության պետական չափորոշիչի պիլոտային փորձարկման փուլը Տավուշի մարզից սկսվեց եւ հիմա էլ այդ բարեփոխումները շարունակվում են, այսինքն հայեցակարգային եւ սկզբունքային շատ հարցերում փոփոխություններ է տեղի ունենում։ Պետական հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարումը նախատեսվում է վերապահել նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը մարզպետարաններին։ Գերատեսչության հանրակրթության վարչության պետի խոսքով շատ կարևոր է, որ այս փուլում դպրոցները միասնական կառավարման մոտեցում ունենան։ Թվայնացման գործընթացները, դպրոցների ֆինանսավորման մոդելի փոփոխությունը, այդ թվում թվայնացումը, դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը, այս ամեն ինչը արդեն ուսուցիչների մասնագիտական զարգացմանը վերաբերող գործընթացները, այս ամենը արդեն իսկ ոչ պաշտոնապես, բայց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վեր իրականացվում։ Բազմաթիվ գործառույթներ այսպես թե այնպես գտնվում էին նախարարության դաշտում, ինչն այդքան էլ նպատակահարմար չէր։ Օրինակ, ավագ դպրոցները ձևավորման օրվանից գործել են գերատեսչության ենթակայության տակ, բայց Երևանից մարզային ուսհաստատությունների կազմակերպական հարցերը լուծելը բավականին դժվար էր, նշում է Թամարա Սարգսյանը։ Մենք արեցինք գործառույթների բաժանում այնպես, որ այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են դպրոցներում կրթական բովանդակությանը և կրթության քաղաքականությանը, ամբողջությամբ գտնվել նախարարության դաշտում, որ մենք միասնականություն ապահովենք, այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են տեղում հաստատության գործունեության կազմակերպմանը, տեսեք, դա կլինի օրինակ օլիմպիադաներին երեխաների տեղափոխության կազմակերպման հարցը։ Հիմա մենք դպրոցաշինության ծրագրերով կարիք ենք ունենում, որ դպրոցը ժամանակավորապես այդ դպրոցի տարածքում է գործում, տրանսպորտ պետք է ապահովել, այսինքն երեխաները պետք է տարբեր տեսակի մրցույթների մասնակցեն։ Այս բոլոր հարցերը, որոնք տեղում կազմակերպման ենթակա են, դրանք բոլորը կազմակերպեն տեղերում մարզպետարանների կողմից։ Աշխատանքի ծավալը այս ժամանակահատվածում մեծացել է բոլորի համար, բայց անձնակազմի փոփոխություն տեղի չի ունեցել։ Երբեմն բավարար չափով մշտադիտարկում չի իրականացվել մի շարք նոր ծրագրերի ուղղությամբ, հետևաբար այս փոփոխությամբ մենք նաև դա ենք վերանայում նախարարության գործունեության շրջանակը և ծանրաբեռնվածությունը բնականաբար ավելանալու է հատկապես մի շարք ստորաբաժանումների համար և նախատեսվում է, որ սա շրջանակներում համալրվելու են այդ ստորաբաժանումները, այսինքն լինելու են մարդիկ, որոնք ավելի կապված կլինեն տարբեր ծրագրերի, դրանց մշտադիտարկման, ներդրված փոփոխությունների որակի վերահսկողության հարցերում։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից, թե ինչով է սա պայմանավորված, վարչության պետը պարզաբանում է։ Երևանում իհարկե դպրոցների քանակը շատ մեծ չի, բայց սովորողների առումով բավական մեծ է, այսինքն սովորողների մոտ 30%-ը Երևան քաղաքում են սովորում, որպեսզի մարզերում, այսպես հասկանանք ինչքանով է արդյունավետ աշխատում ու հետո հաջորդ փուլում Երևանի ներառը։ Սրանք փոփոխություններ են, որոնք միշտ չէ, որ սահուն են ընթանալու, նշում են նախարարությունից և հույս հայտնում, դրանք հանգեցնելու են կրթության ոլորտում առավել արդյունավետ կառավարում ձևավորելուն։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։